Բարի օր, Յուրիկ ջան։ Բարև, Կարպիչ։ Ոնց որ մեր հին ու բարի ժամանակներում հանդիպում ենք սրճարանում, ափսոս Ֆիլիպը չկա, բայց ավելի ջերմ հարաբերություններ են։ Հա, կստացի, դու տեղյակ ես, որ Ֆիլիպի քուրը Հայաստանում է։ Вообще-то ես էլ չգիտեմ, լսել եմ։ Բա, Յուրիկ ջան, դու որ տենց սպասես, մինչև ես ավարտեմ, դժվար թե, ես որ լեզուս բացվում ասենց գնում եմ, հերթ չեմ տալի էլ ոչ ոքի, ինձ որ այ հիմա ստոպ եմ անում, ասա տեսնեմ ինչի ես կանչել։ Շաբաթօրը տղայի Սպարտակի ու աղջկատ Էմիլի հարսանիքն է։ Ինձ հարցրել եք, որ օր եք նշանակել, հա? Ախպեր, ինձ հարցրել եք, որ օր եք նշանակում, կարող է ես այդ օրը զբաղված եմ, կարող է ես այդ օրը աշխատում եմ, ինձ հարցրել եք? Վայ, Յուրիկ ջան, ցավը տանեմ, կատակ եմ անում, ախպեր, դե լավ, շաբաթ տակ շաբաթ, ինչ անենք, երեխեքը շաբաթ օր են ուզել, ուրեմն շաբաթ օրն էլ կանենք։ Ուրեմն ես Կարպիչ, երեխեքի կյանքին չենք խառնում, ոնց պայմանավորվել ենք։ Իրանց էլ չենք խառնում իմ ու քո հարաբերություններին։ Այ ցավը տանեմ, ինչ ունենք կիսելու։ Մի բան կար, են էլ, խնդրեմ, արեցի, ասում էիր սանիկներիդ մասնավորապես տանոյին, հեռու տար, մաքրի օֆիսից, մաքրել եմ։ Թորանս դիմաց չէ։ Չեղավ, մեր թորան Յուրիկ, մեր, այդ երեխեն նաև իմ թորն է, ու եթե կուզես ավելի շատ իմ թորն է։ Դու ես ստիպում, Սպարտակի խաթրը այնքան կա, որ տանոյիս տուն չեմ հրավիրել։ Երեկ Սաղովի հավաքվել էինք, դե Միշիկիս ամուսնացնում եմ, բաբիի հետ, Սանիկիս, Վիտուսը Ֆրիկը մի խոսքով եկել էին բոլորը, բայց տանոս չկար, այդ պահին հայտնվեց Սպարտակս, հա, բայց ոչ մի արտառոց դեպք տեղի չունեցավ, ասեմ, Սպարտակս իրան շատ խելոք պահեց, կրկնում եմ, տանոս չկար։ Գիտեմ, որ տանոտ չկար։ Սպարտակսը ասել։ Ոչ։ Բնական է, որ տանոտ չէր կարող լինել քո տանը, որտեվ ես իրան հանդիպեցի աղջկաս գերեզմանին։ Խաղ ես անում Յուրիկ, թե ինձ հետ, թե տանոյի։ Ջեպքիր, հիմա ինչ ծրագիր ունես տանոյի հետ կապված։ Աշկս կպավարա։ Հեն կյանքս փոշմանել ես, ներս գամ։ Սպոկը մոտենաս դրանեմ։ Ոչ չէ, վազել։ Բարեցես։ Բարև ձեզ։ Սպո, զգես տը կվերցնես։ Ոչ չեմ վերցնի, բա դու ասես ես չորցեմ, բայց միջը վերցրեմ եմ 19 մինից ամ։ Հետո։ Լավ, հետո։ Դուք։ Ոյ, որս սարևես ավատարի հետ է, պսակվում ես ինչ է։ Հաջողություն։ Ստեսություն։ Ո՞վ է գնում ես, բացի, ինչ ես անում, դու ոչ մի տեղ էլ չես գնա, մի հատ ենքում կաշվի ես գնում եմ, դու ինչ ճիշտ չես հասկանում, տանու ասում եմ, դու ոչ մի տեղ էլ չես գնա, գնալու եմ ասեցի, դե ոնց ես գնալու եմ, պիտի ինձ սպանես, դե գործի անցի, հորա ես չեմ հասկանում, դու իմ ընկերը չես, ես քո աղբերն եմ,
Ուրեմն ավելի վատ քո համար։ Ուզում ես ախպերդ մեռնի, չես ուզում գնամ փրկվեմ ստեղից։ Արա ինչի՞ս փրկվես տանու։ Արա վատ եմ, չես հասկանում ֆրիկ։ Վատ եմ, այնքան վատ եմ, որ մեռնել ես գալիս է։ Ուրեմն դու փալաս ես։ Ուրեմն դու ընտանու չես, որ սաղկյանքներս մեծարել ենք։ Սաղկյանքս համարել ենք, որ դու սաղիցս ուժեր ես։ Այդ սա սուտ է եղել, հա։ Ուրեմն մի հատ ինչ-որ սիրո համար ուզում ես մեռնես։ Այնքան ապուշ ես։ Այ եթե զգացած լինեիր կյանքում մի անգամ թե սերը ի՞նչ է, սենց չէիր խոսա։ Թկած ունեմ ես այդ սիրո վրա, որի համար պիտի ուզենաս մեռնել։ Այդ կյանքը, որ մենք սաղ ապրել ենք, այս սաղ կյանքը, որ մենք այս ճարճարանքներով ու հրաշքով ենք շատ ժամանակ ողջ մնացել, դու այդ սիրո հետ ես փոխում, թկած ունեմ ես այդ սիրո վրա։ Հարցը մենակ քավորի աղջիկը չի։ Իմ կյանքն է ամբողջովին արժե զրկվել։ Հասկանում ես, մեր ընտանիքը քանդվել է։ Բաբին ամուսնանում է, թողում է մեզ գնա։ Դու լիովին անկեղծ չես ինձ հետ։ Մի հատ ինձ բացատրի, ոնց կարող էր այդ նկարը ամբողջ ժամանակ քո հետ լինել։ Մի հատ էլ հիշի մենք ինչերի մեջով ենք անցել։ Ինչ ծայրահեղ վիճակներ ա եղել, որ մենք թողե փախել ենք։ Թեկուզ այն անասուն Բալայան Սպարտակի կրակի տալուց հետո։ Ախպերս, ինձ լսի, հա։ Ոչ մի բան մի ասա։ Ես ոչ հարց եմ քեզ տալիս, ու ոչ էլ ինչ-որ բացատրություն եմ ուզում քեզնից։ Իսկ ինչ ես ուզում տանո, որ թողնեմ գնաս, ուր թողնեմ գնաս, ուր գնաս, մի անգամ էլ գնացիր, տեսանք ինչ եղավ։ Չեմ կարող ամբողջությամբ բացատրել, թե ինչ է իմ հետ կատարվում։ Դու ես վիճակում ես, որովհետև համել բաբին է ամուսնանում, չէ։ Հա, էդ էլ կա։ Ես չէի մտածում, որ օր կգա, որ մենք կբաժանենք իրարից։ Ես միշտ աշխատել եմ ձեր երեքիդ իմ կողքին պահել։ Բայց հիմա տես ինչ է կատարվում։ Մենք ամեն մեկս բաժանվում ենք ինչ-որ ճանապարհների։ Բաբին աղջիկ է տանո։ Վաղ թե ուշ պետք է մենք իրան թողեինք, թե չէ։ Ինքը երջանիկ կլինի։ Իսկ այ երբ որ դու ասում ես, որ ընտանիքը էլ չկա գոյություն չունի, ինչա թե բաբին մեր հետ չի, սխալվում ես չարաչար։ Ու քանդողը առաջի հերթին դու ես։ Դու ես առաջին քայլն անում քանդելու համար այս ընտանիքը։ Ուզում ես պարկի։ Չէ, Արթուր ջան, մերսի։ Դու կարող ես գնալ։ Սիմ, ես ոչ միտեղ չունեմ գնալու ու խնդրում եմ։ Մի շտապիր ինձ ինչ-որ տեղ ուղարկել, լավ։ Դու չես շտապում, բայց քեզ սպասող կա։ Ճիշտ կանես, որ գնաս։ Սիմա, թող ես որոշեմ, որն է ճիշտ, որը սխալ։ Հա, բալա։ Պապ խանգարում եմ։ Չէ, բալես։ Սիման ոնց է։ Սիման։ Սիման լավ չի, բալա։ Այդպես մի ասա։ Պապ, ես գիտեմ, որ քույրի կամապերիկ չեմ ունենալու։ Ես շատ եմ թխրել։ Ոչինչ աղջիկս, դեռ կունենաս։ Կգաս ինձ տանես հիվանդանոց, Սիմային տեսնեմ։ Բալա, Սիման արդեն տանն է, հիվանդանոցում չի։ Դու էլ տուն կտանես ինձ։ Դու հիմա որտեղ ես, բալես։ Դպրոցում, սպասում եմ մամային։ Դե ուրեմն բալա, դուք մամայի հետ գնացեք տուն։ Հետո ես կգամ ու քո ցանկությունը կիրականացնեմ։ Չխափես, պապ։ Չէ, աղջիկս, չեմ խափի։ Պետք չէր երախուն ասել կատարվածի մասին։ Իմ ուրեմն խոսակցությունն է լսել։ Ես իրան բան չեմ ասել։ Արթուր, ես այնքան էլ վատ չեմ, որ վախենում ես ինձ մենակ թողնել։ Խնդրում եմ քեզ։ Հանդարտվի ու վիճելու պատճառներ ման մի արի, հա։ Ես շատ ուրախ եմ, որ դու լավ ես։ Բայց թող ես որոշեմ, երբ գնամ քո մոտից։ Կներեք կարող եմ ձեզ ինչ-որ բանով օգնել։ Չէ, մերսի։
Մեկը լինի ինձ օգնի։ Դու ճիշտ ես, ես երբեք էլ չեմ կարևորել քո զգացմունքները իմ նկատմամբ։ Ես անգամ ինձ վատ էի զգում, որ դու դրա մասին խոսում էիր։ Բայց հիմա մի բան կա, որ չեմ կարող չխոստովանել քեզ։ Ես մի տեսակ դատարկություն եմ զգում իմ շուրջը։ Ես ինձ լավ չեմ զգում, որ դու ամուսնանում ես։ Թե ինչի գնացի։ Ում էր պետք է հանդիպումը։ Ոչ ինձ, ոչ իրան։ Անիմաստ հոգիս փոթորկեց։ Հանգստությունս գողացավ նորից։ Երեկ ինչ փախնել փախար։ Լիլի, դու ինձ պետք է չկանչեիր ու պետք է դրան օգնելու առաջարկել չանեիր։ Բայց ինչի։ Ախր դու չես հասկանում, որ մենք մեր շահն ունենք դրանից։ Եթե ես կարողանամ գոնե իմ ունեցվածքի մի մասը դրանից փոկեմ, մենք առօգ-փառոգ կապրենք։ Ինձ քո ունեցվածքը պետք չի։ Ու մոռացի, որ ես կարողա օգնեմ ձեզ։ Վիտուս, ինչի ես քեզ սենց պահում։ Լիլի, մոռանում ես դրան օգնելու մասին։ Կամ էլ մենք իրար հետ չենք լինի։ Կարաս ինձ հետ ավելի պարզ ու անկեղծ լինես։ Լինեմ։ Ուրեմն մանկատանը 3 հոգի կային, որ հիմա 25 տարեկան են։ Մեկը ես եմ, Ֆրիկը ու էլի մեկը։ Այսինքն այդ 3-ից մեկը կախարդի տղեն է։ Սուս մնա։ Հա, էլի սուս մնան Վիտուս, բայց արի հասկանանք, հա մի հատ իրար հետ։ Պետք չի գլուխներս ավազի մեջ թաքցնենք ու դեբիլ ձևանանք։ Դու չես հասկանում։ Ինչ չեմ հասկանում։ Այն որ Ագնեսը կարողա մայրդ լինի։ Արա ինքը իմ մերը չի կարա լինի։ Կարողա Ֆրիկի մերն է, բայց ոչ իմը։ Վիտուս հիստերիկ նոպաների մեջ մի ենքի, հա։ Կարողա ինքը ոչ էլ Ֆրիկի մերն է, այլ այդ երրորդ տղայի։ Ցավը հենց այնը, որ երրորդ տարբերակ է, ես գլխանց բացառել եմ։ Այդ ինչի։ Մենք դեռ մանկատանն ենք ու այդ երրորդ տղու մաման եկավ իր հետևից ու իրան տարավ։ Իսկ մենք նախանձում էինք իրան, որ իր հետևից մարդ եկավ, իսկ մենք մնացինք այնտեղ։ Փաստորեն մնում եք դու ու Ֆրիկը։ Այ քեզ զուգադիպություն։ Չգիտեմ էլ ծիծաղամ թե լաց լինեմ։ Նույնիսկ կինոներում սենց զուգադիպություն չի լինում։ Ուրեմն մոռանում ես սրա մասին ու դրան էլ ցելում ես։ Թե չէ ափսոս ա, որ դրա փողերն ուտենք ու ծիծաղանք իրա վրա։ Մենք թքած ունենք իր փողերի վրա։ Տղա ջան, ոնց որ խոստացել է, ես հանդիպեցի դրան։ Հետո ինքնագլուխ նոր պահանջներ չներկայացրեց։ Չէ, երևի կարծում էր, որ եղածն էլ է բավարար։ Ինչ չես ասելու։ Ինչի դիմաստով իր երեխուն։ Տղա ջան, իմ ու քո պայմանը ոնց էր։ Որ դու չես խառնում մեր հարաբերություններին։ Ես ոնց կվարվեմ ջեբքիդ հետ, ես գիտեմ։ Հաճկիս իմ համար ես դու երեխուն տվել, պապա։ Դրա համար էլ այդ ջեբքիրը տենց սուսուփուս համաձայնվեց ու թողեց, որ ես ու անգամ փսակվենք։ Քեզ հետաքրքիր չի, ես ջեբքիդ ինչ եմ խոսել։ Հետաքրքիր է, ոնց հետաքրքիր չի, պապա։ Շաբաթ օրը կլինի ձեր հարսանիքը, ջեբքիրն էլ սուսուփուս կգա կմասնակցի։ Մերսի, պապ ջան։ Այս ջոգում եմ, որ քո համար հեշտ չի, որ դու լիքը զողություններ ես գնում, որ հաստատ չես ուզում դրա հետ մի հարկի տակ նստես, այդ դրա դեմքն են տենաս։ Ես այդքանը ջոգում եմ, պապա ջան։ Տղա ջան, քո համար մի քանի օրով, մի քանի ժամով ես պատրաստ եմ ջեբքիրին առերեսում հանդիպել։ Մերսի, ցավդ տանեմ, մերսի, պապա ջան։ Ոչ մի բանի մասին մի մտածի։ Շաբաթ օրը ամեն ինչ ելնելու է, ոնց որ դու ես ուզում։ Վայ, սոված չի իմ բալեն։ Ոնց որ սոված է։ Դավիթ ջան, դու ինչ կասես բալես։ Դու հատ չես ուզում ուտես։ Եսի։ Դե արի գնանք բալես, արի։ Որքան որ ինձ կնքի Դավիթ կասի։ Ինքը քեզ
Հիմա էլ կարող է Դավիթ ասի։ Բայց հոգուտ է խաղում, որ ասում է, ապորինի, հո իսկականից չի ասում։ Քեզ շատ սիրելուց է ասում, բալես։ Ես չեմ նեղանում, ես էլ իրան եմ սիրում։ Օպրես դու, դե գնացինք։ Բայց երեխեք ուր են։ Ստան կնեմ։ Լավ, դե ես գնամ գտնեմ։ Մի վարկյանում թռան տարիները։ Առաջ էլ սենց էինք անում տանո։ Հիշում ես, քալիս ենք ստեղ ու տխրությունը, սովատությունը, մրսածությունը, սաղ, ամեն ինչ անցնում էր։ Ֆրիկ ջան, երևի հիմա էլ ենք այդ հույսով եկե, բայց ոչ մի բան չի օգնում։ Ով կմտածեր, որ կյանքը մեր համար սենց շրջադարձ է պատրաստել։ Դե ասեք ոնց ապրենք, ասեք ոնց շարունակենք ապրել։ Վիտուժա, խնդրում եմ, քո այս ընկերոջը խնդրի, որ չգնա, մեզ մենակ չթողնի։ Ես ինքս ինձ չեմ հարգում, խոսք տալու ու խոստումներս չկատարելու համար։ Ինչ խոստում տանո։ Դե այն որ խոսք էի տվել ինքս ինձ, որ պիտի դրա հարցերը լուծեմ, որ ինքը պիտի ամեն մի իր արարքի համար պատասխան տա, ու որ պիտի մոռանամ գավորի աղջկա մասին։ Հա, տանո, մենք սաղս էլ որոշել էինք, որ դրա վրով գնալ գալու ժամանակն է, բայց իրադարձությունները մի քիչ ուրիշ զարգացում ստացան ու իրանք մեզնից էլի առաջ են գան։ Շատ լավ կլիներ, որ դրան դաս տայինք, բայց եթե ուզում ենք խաղաղ ապրենք, պետք է հրաժարվենք այդ մտքից։ Իսկ ումա պետք խաղաղ, բայց անիմաստ կյանքը, ինձ որ հաստատ պետք չի։ Քեզ տեղ չենք սպասում, բաբի։ Տխուր էի ու քայլերս բերեցին այստեղ։ Այսինքն, ինչքան էլ բաժանվենք իրարից, մեկը չի ստացվում։ Բոլորիս քայլերը տանում են նույն ճանապարհով։ Այդ դու քեզ ասա։ Գլուխդ մցրել ես, թե մեր ընտանիքը էլ չկա գոյություն չունի ու փերել ես, որ գնաս։ Ուր ես գնում։ Քո դարդից ա գնում։ Ֆրիկ մի հատ հանգստացի։ Դուք ինչ եք եկել ստեղ։ Դու ինչի ես եկե բաբի։ Ինչի ես Դավոյին ու Միշին մենակ թողել։ Նախ, Դավոն մենակ չի, երկրորդն էլ Միշն էլ երեխա չի։ Վիճոք ձենը դուրս չի գալիս, Վիճոք։ Մտքերով Լիլիի հետ է։ Սենց որ շարունակվեց Լիլիից կբաժանվեմ։ Լրջով մեր հետ մի բան կատարվում է։ Դու ես ուզում Լիլիից բաժանվես։ Որովհետև Ֆրիկ ջան, փողի համար ինձ ու քեզ մամայա ճարել։ Ես որ գոհ շնորհակալ եմ ու վստահ եմ, որ դու էլ ես գոհ շնորհակալ ու կհրաժարվես։ Yeah. Ես ձեր դեբիլ հերն եմ անից, ելտես, որ սաղովի անջատել են հեռախոսները։ Չեմ հասկանում, ժողով եք անում, առ այդ դեբիլներն չի եք սաղըտ անջատել։ Սրանց մտքին մի բան կա, ոնց որ և Յուրիկի մտքին։ Ես քո հաշվով փակուղի եմ մտել, Յուրիկ, ես լակոտներն էլ մի կողմից։ Չեմ հասկանում, որ կողմ շարժվեմ, որ չսխալվեմ։ Ազավեն ջան,
Այ ման դավաճան ախպեր, ես ինչ լավա զանգեցիր։ Քո մասին էի մտածում։ Էնա հեռախոսս վերցրեցի, որ զանգեի քեզ, դու զանգեցիր ինձ։ Ասա լսում եմ։ Եկար, խոստումներ տվեցիր ու գնացիր։ Տո լսի, այդ ցավը տանեմ։ Զավեն ջան, ես իմ տված խոստումները լավ հիշում եմ։ Թե դրա համար է իր զանգել, պետք չէր զանգել։ Ավելի լավ ասա տեսնեմ առողջությունդ ոնց է։ Իմ առողջությունը լավ կլինի այն ժամանակ, երբ որ ինձ տանես ու քո բոլոր զանիկների հետ հանդիպացնես։ Ոնց որ խոսք էիր տվել։ Այ Զավեն ջան, այ հոգուտ մատաղ, այ ախպեր ջան։ Հիմա մի քիչ սանիկներիս հետ հարաբերությունները լարված է, համ էլ անկեղծ ասած մի քիչ խառն եմ։ Տղա եմ ամուսնացնում, աղջիկ եմ ամուսնացնում, սենց այդ արարողությունները որ ավարտեմ, ես քեզ խոստանում եմ, որ սանիկներիս կհավաքեմ ու ոնց որ խոստացել էի, քեզ էլ իրանց հետ կծանոթացնեմ։ Երբ։ Ոնց երբ։ Այսքանի վաղտը, Զավեն ջան, ախպեր ջան, այսքան համբերել ես, մի քիչ էլ համբերի ու լավ կլինի։ Դու ինձ պետք ես, Զավեն ջան։ Ես քեզնով պիտի Յուրիկին վերջը ծնկի բերեմ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Կներեք, որ խնդրեմ ձեր աշխատողներից բաբին չէիք կան, չի։ Գիտեք, բաբին 1 ժամ առաջ դուրս է եկել։ Վիդյոկ, դու այդ Լիլիին կամ սանձում ես, կամ էլ ասում ես, որ մեր համար մամա չճարի, կամ եթե ճարում է, մենակ քո համար ճարի։ Ինչ-որ զուգադիպությունները շատ են մեր կյանքում։ Ով հանդիպում է մեր ճանապարհին, պարզվում է, որ ինչ-որ կերպ մեր հարազատն է։ Ոնց որ Բալայանների հետ կապ չունեինք, հենց էլ Լիլիկի մերացուի հետ կապ չենք ունենա։ Մեզ ոչ ոք էլ պետք չի, ընդհանրապես։ Բայց ինչի եք այդպես ասում, հետաքրքրվեք կարող է իսկականից ինչ-որ մեկի։ Բաբի դու քո գործին նայի։ Մենք մեր կյանքը կկարգավորենք, եղավ։ Բաբին կարծում է, որ ձեր կյանքը կարող է ավելի լավանա, եթե դուք գտնեք ձեր ծնողին։ Տանո։ Մեկը դու։ Կուզեիր, որ ինչ-որ մեկը քո կյանքում հայտնվեր ու միանգամից ասեր բարև բալես, ես քո մաման եմ։ Այս ամեն ինչի հետ այդ իմ վերջնական հարվածը կլիներ։ Տանո ինչ ես այսքան վատ։ Իսկ դու լավ ես, բաբի։ Դու երջանիկ ես, որ ամուսնանում ես, որ թողնում ես գնաս մեզնից։ Իսկ դու ինչ ես անդադ նույն հարցը տալիս։ Բաբի ջան, մեր տանոյի մեջ սեփականատիրոջ հատկանիշներ կան։ Ինքը չի համակերպվում, որ մեզից ինչ-որ մեկը կարա գնա ու տենց մնանք երեքով։ 4-ի տեղը։ Բաբի դու ճիշտ ես անում, ամուսնացի։ Ու հետո Միշը քո ու Դավոյի համար բարեկեցիկ կյանք կապահովի։ Մանավանդ որ Միշը կարգին տղա է։ Միշը իրոք լավն է։ Ես կամուսնանամ ու ձեզ էլ անպայման կհրավիրեմ հարսանիքիս։ Տուն գնացեք։ Բաբի ուր։ Տուն։ Չեմ ուզում Միշին հիասթափեցնել։ Տանո։ Բաբին քո խոսքին էր սպասում։ Իսկ ես ինչ պետք է ասեի, Վիդյոկ։ Դե երևի սպասում էր, որ պետք է ասես մի ամուսնացեք։ Էլ ինչ ասեմ, դուք ասեցիք, որ Միշը լավ տղա է, որ ինքը բաբիին կապահովի բարեկեցիկ կյանքով։ Մենակ բաբին չէ, Դավոյին էլ հետը։ Դե ուրեմն թող ամուսնանա։ Գնանք։ Այստեղ գալը լավ միտք չէր։
Ջան, արևս, ջան, մեռնեմ քեզ։ Ախ, սիրտս, ոնց է քեզ կարոտել։ Ջան, ինչ, ահա, սոսոն, մեռնեմ կյանքից։ Ոյ։ Սպո ինչ լավ արեցիր, որ բերեցիր երեխուն։ Քեզ կսնացա, որ երեխուն բերելու միտքը քոնն էր։ Վայ երեխեք ջան, Էմիլի ջան, շատ շնորհակալ եմ, որ այս ուրախությունը ինձ պարգևեցիք, չէ մեռնեմ կյանքի, տատիկի մոտ այգի արևը։ Մամա ջան, ճիշտը խոսան, գնենց էր, որ հարցդ գլխի գցեց, էլի երեխուն բերելը։ Ես հասկանում եմ առանց իրա ինչքան դժվար է։ Որովհետև ծնված օրից դուք եք պահել։ Ջան, մեռնեմ քեզ։ Լավ, նստեք երեխեք ջան։ Մի քիչ էլ կարոտս առնեմ ու հաց դնեմ ձեզ համար։ Հա էլի մամ ջան, բայց այդ հացը սկզբից էլի էստեղ սոված մեռնում եմ։ Ջասու։ Կարող եմ ես հացը դնել։ Հա իհարկե Էմիլի ջան, հատկապես որ Սպարտակին քո դրած հացը ավելի դուր կգա։ Լավ էլի մամա։ Բաբի երկար եմ սպասելու։ Ուր էիր։ Եթե մի քանի ժամ առաջ աշխատանքից դուրս ես գալիս, ինչի ես հիմա տուն հասնում։ Դուրս եկեք քայլելու, ինչի չի կարելի։ Կարելի է, բայց կարելի էր նաև ինձ զգուշացնել, չէ՞։ Որ ես էլ ապուշի վիճակում չհայտնվեի աշխատանքիդ վայրում։ Հա, բայց ես ինչ իմանայի, որ դու գալու էիր։ Կամ ինչի մի հատ ինձ չէիր զանգում։ Կգայի միասին կքայլեինք, կամ կգնայինք ինչ-որ մի տեղ, կամ կգնայինք քեզ հարսի շոր նայելու։ Թե նախընտրում էիր մենակ մնալ։ Ես մենակ չէի։ Տղաների հետ էի։ Դե պիտի գլխի ինքնեի։ Տանոն էլ կար։ Հա։ Բայց մենք պայմանավորված չենք։ Պատահաբար ստացվեց մեր հանդիպումը։ Ուղղակի իմ քայլերը ինձ տարան մեր մանկության այգի։ Հա, ու այդ նույն քայլերը իրանց էլ էին բերել ձեր մանկության այգի։ Գիտես Միշ, ես մտածում եմ, որ պետք չի շտապել ամուսնության հարցում։ Յա, այդ ինչի։ Մենակ նրա համար, որ ընկերներիդ ես հանդիպել, ու տանոն էլ քեզ ասել է, որ իմ հետ չամուսնանաս։ Սխալ ենթադրություններ մի արա։ Թե կարող է ամուսնանալուց հետո էլ ամեն անգամ այդ քո տանոին տենալուց փոշմանես, որ իմ հետ ամուսնացել ես։ Ես քեզ հետ դեռ չամուսնացած արդեն փոշմանում եմ, ու դու էլ երևի մարդը չես, ում քեզ ներկայացնում ես։ Են որ անդաստիրակ ես էդ արդեն պարզ էր, բայց որ էս կարգի։ Պապ չպետք է բաբի հետ այդպես խոսայիր։ Բա ինչ անեի։ Քեզպես քույրիկ կանգնեի ու համոզեի։ Հա? Տենց ես արել, որ նստելա գլխիդ դահոլա խփում։ Որ էլի տենց պայես քեզ կարող է մի օր էլ չրփի։ Պապարի դու մի խառնվի։ Կարող է չրփոցին էլ ես պատրաստ արա։ Մենակ թե ամուսնանա հետդ։ Երկուսիդ էլ ռատ կանեմ ես տնից, ես իմ տան մեջ փալաշ չեմ պայի։ Ու չթափահարվես տենց։ Իմ 30 տարվա կնիկը չի համարձակում, դաժե հումորով ինձ բան ասի, ոտը կպոկեմ վրից, լակոտ։ Ջան, մեռնեմ քեզ։ Նա մամ ջան, դու հաստատ շաբաթվա վրա ամեն ինչ ասում ես, չէ՞։ Էնկա ջան գիտես չէ, քանի օր անընդհատ նույն հարցն է տալիս։ Ոնց, պատտվում է հարսանիքից է խոսում։ Հա։ Այդպես կողքից մի երկու բաներ լավ ասա, էլի գովա բան արա։ Առանց այդտեղ գիտեմ, որ շատ փոխվել ես։ Չեմ փոխվել մամա։ Քերին փոխվել է, չէ՞, բալես։ Հա, փոխվել է, ջան։ Փոխվելը որն է, ասա որ մեկու մեջ չես ճանաչում։ Յա։ Բարի ախուսակ ձեզ։ Բարև ձեզ։ Բարի բալես։ Արի պապ ջան, արի նստու։ Էնում ախպերն ա եկել, էնում բալեն ա եկել։ Արի պապի մոտ բալես, արի պապուց նեղացել ատորս։ Ջան։ Դե պապ ջան, խի պետք է նեղանա։
Այդ ոնց է պատահել, որ կարպիճը թույլատրել է, որ երեխին բերեք։ Ամբարես։ Բաբջանը եմքան դուրս երեք երեխույց բոսնելու, առաջարկեց բերենք տուն, ասեց կարոտած կլնենք, էլի երեխուն։ Այդ աղջիկը քեզնի շատ է մեր մասին մտածում։ Ասենց էլի հորս արել։ Ես ինչ անեմ աշներին չի երևա, մեկը հայտնվում ես դու, մի հատ բան ես անում, չէ դառնում ես աշների լուսը։ Հալալա էլի։ Թորանս տեսնելուց տրամադրությունից բացվեց։ Աշկից ես էլ եմ հացուտելու հեսա։ Գնամ ապսե բերեմ։ Ես կբերեմ։ Ես ոնց որ քեզ ավելի է կարոտել, է։ Ապրես, մերսի բալես։ Լավ, լավ, մի կարվեք։ Տղես ճամպին է, մամջանը։ Ոսա որ տղես ծնվի, դու լնես կանես, որ իմ տղեն համ քեզ շատ կարոտի, համ է քեզ շատ սիրի։ Էմիլի ջան, բան չկերար։ Արա դե կերելի հորս արևարան, դե սոված մարդ կա։ Եբ այդ շաբաթ օրը գալու, պսակվենք սաղվաղ ծող կտնեմ, որ իմ ուզած ձևով քեզի բթեմ։ Բան չի մնաց տղա ջան։ Ասա քերի աչքդ փակես, բացի շաբաթը գալու է արդեն, մոտենալու է։ Ուր է, ուր է։ Արիս բարձվում այն մարդ, մեզ էլի շող կա։ Բրիկ ես եմ Լիլին։ Ինչու ապշած ես լճակ ու չեն խայտար քո այլակ։ Ինչա։ Բարև։ Վիճոք արի յուրեր ունես։ Վիճոք։ Ֆրիկ, ես Սագնեսն եմ։ Իսկ ինձ ընդհանրապես հետաքրքիր չի դուք ով եք։ Վիճոք։ Ֆրիկ, այդքան կոպիտ մի եղիր։ Ինքը կարա քո մաման լինի։ Լիլի, դու ավելի լավ վերցնես քո Ագնեսին ու գնաք ստեղից։ Թե չէ ես կարող եմ մոռանալ վերջին ժամանակաշրջանում սովորած քաղաքավարության կանոնները։ Ես ինչ աշիրա։ Հա? Խեսը գցե հետևիցդ բերե։ Վիտուս կարելի է, չէ, ավելի նուրբ եւ քաղաքավարի խոսել։ Քո դեպքում չի կարելի։ Վերցնում ես մամաշայիդ ու գնում ես տեղից։ Լիլի, սպասիր։ Ես ինքս կարող եմ բացատրել, թե ինչու եմ ես այստեղ։ Ես արդեն պատկերացնում եմ, թե ինչի համար ես այստեղ ու կանց չխոսաս։ Վիտուս, դու կամ ընկերդ Ֆրիկը իմ որդին եք։ Ես էլ սենց, Վիտուս խնդրում եմ մեծ Լիլիին ասա, թող սրան վերցնես տեղից ու գնան շուտ։ Բայց ես խնդրում եմ, որ թույլ տաք խոսեմ։ Լսեք ինձ մինչև վերջ։ Իսկ մենք չենք ուզում, որ դու խոսաս։ Պարզ չի։ Վիտուս վրա մի տուր, հա։ Իսկ դու սուս մնա։ Ես քեզ խնդրել եմ, չէ՞ որ ոչ մի բան չասես։ Բայց քո փողերը իմ խնդրանքից կարևոր են, ես որ ռադդ քաշի ստեղից։ Լավ, Վիճոք, լավ։ Լիլի ջան, ես կնոջը վերցրու ու գնացեք այստեղից։ Բայց կարող եք, չէ՞, խոսելու արտահայտվելու հնարավորություն տալ։ Այդ հնարավորությունը էլ չկա։ Հայերեն չեմ ասում։ Ռադ եղեք ստեղից։ Վիտուս, դու դեռ զղջալու ես սրա համար։ Գիտես ինչ կա, ես արդեն զղջացել եմ, որ քո նմանին սիրել եմ ու վստահել եմ, դավայ։ Ջոգիր ես մի քո քայլով իշքան ուրախացրիր պապային ու մամային։ Հիմա մնում եմ մտածեմ, թե ինչ եմ ասելու։ Ծնողներիս ուր է այսքան ժամանակ երեխու հետ։ Ուզում ես հետդ կմտնեմ տուն կյանքս։ Որ ես ընթացքում չեն զանգել, ինձ հույս է տալիս մտածել, որ այդքան էլ չեն նկատել իմ երեխու բացակայությունը։ Մարոքոն։ Ոստի։ Գիտես ինչ եմ մտածում։ Ասում եմ, որ քրոջս Գյորպին ենք այսքան սիրում, բաներ Գյորպին ինչ ենք անել։ Կյանք։ Արի գնանք մենք քերու հետ ավտոքշի տտենա։ Ախ, նստի։ Օբաս։ Ինչ է երեխուս տեսա։
Կարոտը Սարա, ոնց որ աշխարհը իմը լինի Յուրա։ Այ ապրի Էմիլի Բակնազարյանը։ Յուրա, ինչ էլ ասենք, միևնույն է, Էմիլին լավ երեխա է։ Նրա մարդկային տեսակը ընտանիքը չի կարողանում փչացնել։ Ով այդ տեսակ հարաբերություն տեսել։ Նույն ընտանիքին եւ հարազատին էլ եւ թշնամի։ Էս ոնց որ թորդ էլ տրամադրությունը չկարողացավ բարձրացնել, հա։ Մեր պատերազմը Բեկնազարյաններ հետ նոր փուլը թևակողում։ Եվ ես այդ նոր փուլից եմ վախենում։ Շատ բաներ կա, որ ինձ հանգիստ չի տալիս։ Շատ հարցեր կան, որոնց լուծումներ ես դեռ չգիտեմ։ Ֆրիկ կնես։ Բա ասում էիր, որ Լիլին չի ասի քո ֆրիկի համար։ Սխալվեցի։ Ես միշտ սխալվում եմ։ Լիլին է մնացածի նման փողի մեռածա։ Դու գնա գրողի ծոցը, հա։ Ես ոնց հասկանում եմ, այս ամեն ինչից ազատվելու միակ ձևը տանո։ Քեզ հետևելն է։ Մենք պիտի գնանք ստեղից, բայց երեքով։ Իսկ բաբին թող մնա։ Բաբին թող մնա ամուսնանա ու երջանիկ լինի Միշի հետ։ Իսկ մենք կվերցնենք այդ բալայաններից տարած ձեր փողերն ու կանհետանանք։ Եթե ոչ այստեղ, ապա կգնանք մի ուրիշ տեղ ու մեր երջանկությունը կփնտրենք ու կգտնենք։ Գնալն է միակ ելքը։ Բայց անենց որ ոչ մեկ չի իմանա։ Նենցը որ ես էլ եմ ձեր հետ։ Բաբի կորիկն էլ իմ կարծիքով մի օր մեզ կների։